դա լինելու է մեր ստեղծվելիք ազգային հեղափոխություն, կուսակցության, քաղաքական ծրագիրը։ Մենք տեսնում ենք, որ եթե մեր օրենքները չեն արտացոլում մեր երկրի քաղաքականությունը, շարունակում է, որ այդ օրենքներով մեր հասարակությանը պարտադրվում է օտար երկրա, օտար քաղաքականություն, այսինքն քաղաքականություն, որը մշակվել է օտար համակարգում։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում մարդու գործունեությունը պետք է լինի հնարավորինս ազատ։ Երկու հսկայական ընկերություն, մեկը շինարար, մեկը պատվիրատու, կաշկանդված են օրենքով, կապել իրար ու շինարարությունը միջև վերջ ավարտել, որ նայած մեր օրենքին ցանկացած պահի մի կողմը կարա գործարքից դուրս գա, հա, այսինքն սա աբսուրդ է, հա, այսինքն միլիարդավոր դոլարների նախագիծ են կազմում, հետո մեկը իր հայեցողությամբ կարա պայմանագիրը աթարեցնի, լուծի եւ դուրս գա։ Եթե օրենքը արտահայտում է պետական քաղաքականությունը, ինքը գործադրվում է, որտեղ պետությունը շահագրգիռ է այդ օրենքի գործադրման մեջ։ Եթե օրենքը ընդօրինակվում է, որ ինչ որ մեկին ցույց տան, որ օրենք են գրել կամ այդ ռեժիմը մտցրել են, բայց չեն ուզում դա գործադրեն, դա բերում է այդ հետևանքներին, այսինքն չգործադրելի օրենքներին, նույն ասենք սրճարաններում չծխելու այդ օրենքը մի ուրիշ օրինակ է։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, այսօր մենք մի հատ նոր ձևաչափ ենք փորձելու, որը պայմանական այս բանին կոչում ենք մարտականի ձայնը, այս ձևաչափով փորձելու ենք ներկայացնել այդ թվում մեր քաղաքական ծրագրերը, այն ծրագրերը, որ մարտականի քաղաքական ծրագրերի թիմը 1 տարուց ավել մշակել է եւ ձեզ արդեն համառոտ տարբերակները տեքստային նաեւ ներկայացրել ենք, դա լինելու է մեր ստեղծվելիք ազգային հեղափոխություն, կուսակցության քաղաքական ծրագիրը, ծրագրերը եւ այսօր ես զրուցելու եմ Բաբալյան Կարնի հետ, իրավաբան, մեր մարտական եղբայրության անդամ, նաև ազգային հեղափոխություն կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, որը հիմնական հեղինակն է մեր ընդհանուր ծրագրի իրավական, ուրեմն հատվածի իրավական ծրագրի, իհարկե մենք դա թիմային քննարկել ենք, հաստատել ենք, բայց հիմնական հեղինակը Կարենն է, որը ինքը մասնագիտությամբ իրավաբան է եւ հիմնականում արդեն ես հարցերը կտամ Կարենը կխոսի։ Կարեն ջան, ինձ ամենից շատ որպես ոչ մասնագետի հետաքրքրեց ու նույնիսկ ճիշտ որ ասեմ զարմացրեց, որտեղ ես չէի պատկերացնում, որ նաեւ իրավական ոլորտում, քան որ այդքան լավ խորացած չեմ, կա այդ նույն խնդիրը փաստորեն, ինչ որ գրեթե բոլոր մեր ոլորտներում, այսինքն պատճենման խնդիրը, մեր մոտ չկա պատկերացում, որ հնարավոր է այդ ոլորտում, ինչպես եւ նաեւ մյուս ոլորտներում, բայց հատկապես իրավական ոլորտում, նույնպես ինքնուրույն ելնելով սեփական իրավիճակից, փորձից ինքնուրույն, այսպես ասած, համակարգ ստեղծել, այլ միակ տարբերակը ոնց որ այդ պատճենումն է եւ այն ծրագրի նախագծի մեջ, որ մենք քննարկեցինք քո ներկայացմամբ, հենց դա ինձ ամենից շատ եւ զարմացրեց եւ դուր եկավ։ Ես խնդրում եմ մի քիչ այդ մասը մեկնաբանի, հա, այդ ինքնուրույնությունը իրավական համակարգի երկրի, դա ինչ է, ես կարծում դա Հայաստանում բավականին նոր գաղափար է։ Մի փոքր պարզաբանով սկզբից մտցնեմ, աշխարհի բոլոր իրավական համակարգերը միմյանցից ազդվում են եւ գոյություն ունեն այսպես կոչված իրավական համակարգերի ընտանիքներ, անգլոսաքսոնական, մայրցամաքային, իրար իսլամական եւ այլն, այսինքն նես չի որ ամեն երկիր ստեղծում է իր բացառիկ իրավական համակարգը, հետեւաբար երբ մենք խոսում ենք ինքնուրույնության մասին, խոսքը բացարձակ ինքնուրույնության եւ ինչ որ որևէ այլ իրավական համակարգից չազդվելու մասին, չէ՞, այդպես հայտնի կոնցեպտ կա հռոմեական իրավունքի ռեցեպցիա, թե հռոմեական իրավունքի համակարգը ոնց է ազդել համաշխարհային համակարգերի վրա, հետեւաբար մենք ստեղ չենք խոսում բացարձակ ազդեցություն չգործելու կամ չազդվելու մասին, մի փոքր այլ կտրվածք ունի մեր թեզը ինքնուրույնության, երևի ավելի հեշտ տարբերակը իրավիճակը ներկայացնելու համար քո ռեկոնստրուկցիա շարքի վերջի 4-րդ հաղորդումից մեջբերում անելն է, Դեռ շատ լավ պարզաբանում ես, որ ոնց է մեր ժողովրդի մեջ տարածված թեզը, որ մենք փոքր ենք, ինքնուրույն ոչինչ չենք կարող անել եւ պետք է
հետևենք մեծերի, մեծ աշխարհի մեծ տերությունների թելադրանքին, ազդեցությանը եւ այլն, այս կոնտեքստում երևի քննարկենք հարցը, հա, մենք տեսնում ենք, որ 90-ականներից սկսված մեր անկախության դարաշրջանը նորագույն իրավական համակարգի կայացման տեսանկյունից հիմնականում Իրանից ներկայացնում է երկու տենդենց, մեկը սովետական միության համակարգից իրավական քաղաքականությունից ժառանգած եւ չգիտակցված ձևով շարունակվող միտումներն են։ Մի օրինակ բերենք, սովետական միությունում կար վարչական իրավախախտումների օրենսգիրք, այսպես կոչված, որը կիրառվում էր ֆիզիկական անձանց նկատմամբ, որտեղ առևտրային իրավաբանական անձ գոյություն չուներ Սովետ միությունում։ Պատկերացրեք 30 տարի է անցել Հայաստանում այդ օրենքը դեռ գործում է նույն տրամաբանությամբ ու աշխարհում գոյություն չունեցող մի հատ երևույթ կա, երբ որ իրավաբանական անձը ինչ որ խախտում է անում, բռնում են խեղճտանորենին են պատժում, հա, այսինքն այդ ամբողջ իրավական խախտման բեռը տեղափոխում են ինչ որ ֆիզիկական անձի վրա։ Այդ սովետականն է, այս կանչը մյուսը երևի պատժելումն է արդեն արևմուտքից։ Այո, այսինքն առաջին իներցիան սա է, սովետական, օրը հիմնականում հանրային իրավունքի ոլորտում այդ տենդենցիան հիմնականում եղել։ Երկրորդ տենդենցը արդեն պատժելումն է այս դեպքում արևմուտքից, բայց ոչ միայն արևմուտքից, 2000-ականների օրենսդրության զգալի մասը պատճանվել է ռուսական օրենսդրությունից, միայն այն պատճառով, որ այդ ժամանակ տենց անգլերենը համատարած գիտելիքի լեզու չէր։ Կարեն ջան, մի պահ ընդհատեմ։ Այդ դեպքում մեր պատասխանը որն է։ Հասկանալի է, որ մենք ինչ որ բաներ փոխառում ենք, յուրացնում ենք, դա նորմալ է, եթե յուրացնում ես, ոչ թե պատճենում ես։ Մեր պատասխանը այս դեպքում որն է, մենք բացի դրանից ինչ աղբյուրներից, ինչ հիմքերից ելնելով նաև այդ ինքնուրույն հատվածն ենք։ Ստեղ գալիս ենք հարցի էությանը, այսինքն խոսքիս առաջին հատվածը վերաբերում էր եղելությանը, այսինքն ինչ վիճակում ենք մենք հիմա գտնվում, հա, այսինքն տեսնում ենք, որ էկլեկտիկա է արևմուտքից, Ռուսաստանից եւ սովետական համակարգից ես դա կապկել եմ անվանում, կապկված օրենքների եւ իրավական կոնցեպտների, բայց այստեղ խնդիրը հետեւյալն է, այսինքն չգիտակցված պատճենում է տեղ ունենում հիմնականում, բայց այս խնդիրը հիմնականում հանգում է հետեւյալին, օրենքը իրավական համակարգը նրանք պետական քաղաքականությունը իրականացնելու հիմնական գործիքներն են, այսինքն իրավական պետությունում քաղաքականությունը պետական իրականացվում է, գործադրվում է, գործարկվում է, կիրարկվում է, ինչ տերմին էլ ուզում ենք կիրառենք, իրավական մեթոդներով։ Մենք տեսնում ենք, որ եթե մեր օրենքները չեն արտացոլում մեր երկրի քաղաքականությունը, նշանակում է, որ այդ օրենքներով մեր հասարակությանը պարտադրվում է օտար երկրա, օտար քաղաքականություն, այսինքն քաղաքականություն, որը մշակվել է օտար համակարգում։ Հասկանալի։ Դա կարող ունենա թե իր չեզոք հետևանքը, այսինքն ուղղակի պատճենել են այդ օտար երկրի համակարգը նպատակ չի ունեցել մեր վրա ազդելու, ուղղորդելու։ Դրա օրինակը քաղաքացիական օրենսգիրքն է, կուրորեն պատճենվել են ինչ որ հարաբերությունները կարգավորող մեթոդներ, որոնք մեր հասարակական հարաբերություններին, մեր առևտրային հարաբերություններին, մեր երկրի շահին չեն համապատասխանում շատ դեպքերում եւ կարող ուղղորդված լինի, հա, այսինքն օրինակ Եվրոմիությունից օրենքների պատճենումը համապատասխանեցումը եվրոպական ստանդարտներին եւ այլն, դա կամ ռուսականին կամ եւ այլն, դա կարող ուղղորդված լինի եւ արտացոլի այն փաստը, որ մեր երկիրը ինքնուրույն քաղաքականություն չի իրազեկում, դրա համար էլ չունի ինքնուրույն իրավունք։ Այո, մենք տեսնում ենք կա գործիք, որը գործադրվում է, բայց որի տակ մեր շահերից, մեր երկրի իրականությունից բխող քաղաքականություն չկա։ Ինքնին Եվրոմիության ստանդարտային համապատասխանել չի կարող քաղաքականություն լինի։ Նույնիսկ եթե ինչ-որ Արևելյան Եվրոպայի երկիր դա ընդօրինակում էր, ինքը կոնկրետ նպատակ ուներ այդ քաղաքական մտնել այդ համակարգի մեջ, մտնել այդ ռազմաքաղաքական իրականության մեջ, որտեղ առանց վերջերս էլ ուրեմն արդեն պարզ է դառնում, որ առանց ռազմաքաղաքական բաղադրիչի ինքնին Եվրոմիությունը չի աշխատի, հա, այսինքն այս հիմա գործընթացներ են գնում, այսինքն այդ երկրները իրանց ազգային շահերից ելնելով գիտակցաբար սկսել են դա իրականացնել,
կշռելով դրական եւ բացասական կողմերը, որովհետեւ այդ համակարգի տակ մտնելը ենթադրում է սարսափելի կարգավորիչ բեռ բիզնեսների համար, ծախս եւ այլն, այսինքն երբ որ կարգավորում է առևտրային հարաբերությունների շատ ծավալուն է եւ ինտենսիվ, դա ենթադրում է բիզնեսների հնարավորությունների ճնշում։ Նրանք գիտակցաբար գնացել են դրան, դիմացը ունենալով Եվրոմիության քաղաքական մեծ նպատակ։ Քաղաքական եւ առևտրային տնտեսական մեծ օգուտները, որոնք կշռում են այդ ծախսի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության պարագայում բոլորս հասկանում ենք, որ Եվրոմիության առևտրային օգուտներից օգտվելու սուբսիդավորումից, ներդրումների ներհոսքից եւ այլն մենք հնարավորություն չունենք, բայց դրա փոխարեն մեր վրա վերցնում ենք բացասական հետևանքները, ծախս, կարգավորիչ բեռ, ազատության ճնշում եւ այլն։ Այստեղից ես հենց մյուս հարցս էի ուզում տալ, կանչեմ, երևի այս հարցն էլ տանք ու սրանով երևի արդեն ամփոփենք, իհարկե շատ կարող ենք խոսալ, բայց այս երկու ոնց որ հիմնաքարային բաները։ Հենց քո առաջարկած նախագծի այս տրամաբանության մեջ դու ոնց որ ներկայացնում ես նաեւ, որ գործող իրավական համակարգը ինքը կարծես թե ավելի sense ուղղված է արգելելու, սահմանափակելու, կարգավորելու այս փիլիսոփայության, այս տրամաբանության մեջ ես նույնիսկ չգիտեմ դա ավելի շատ սովետից է գալիս, թե նաև գումարվում է եվրոպական երևի ազդեցությունը ոնց որ նոր ներկայացի։ Քո առաջարկած տրամաբանությունը ես, եթե ճիշտ եմ հասկացել, օրենք, որը ավելի շատ մարդուն ազատություն է տալիս, ավելի շատ հնարավորություն է տալիս, ոչ այնքան կարգավորում է, այդ նեղ իմաստով անընդհատ անverջ, այլ ավելի շատ հնարավորություն է տալիս, սահմաններ է տալիս, բայց այդ սահմանների մեջ նաև ազատություն եւ հնարավորություն։ Այս մասն էլ կուզենայի մի հատ մեկնաբաներ, որպես այս ծրագրի հենց փիլիսոփայական երևի հիմնակետերից մեկը։ Այո, մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության իրողությունը սահմանափակ բնական ռեսուրսները, սահմանափակ ժողովրդագրական ռեսուրսները, երկրի փոքր ծավալները, տնտեսության փոքր ծավալները, շուկայի սահմանափակ լինելը ենթադրում են ազգի, հանրության, ժողովրդի, անհատի տնտեսական պոտենցիալի, հատկապես տնտեսական պոտենցիալի, բայց նաև ստեղծագործական մշակութային պոտենցիալի առավելագույն դրսևորում։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում մարդու գործունեությունը պետք է լինի հնարավորինս ազատ։ Ազատ չի նշանակում անարխիա, ազատ չի նշանակում ով ինչ ուզում է անում, այսինքն այդտեղ իրավական շատ հստակ սահման կա, երբ որ ուրիշի ազատությունն է սկսում սահմանափակել, քո ազատությունը այդտեղ վերջանում է, դասական, դասագրքային թեզ է սա ոչ մեկ չի վիճարկում, որ հանկարծ չկալի որ ազատությունը անարխիայի իմաստով։ Այդ իմաստով մենք տեսնում ենք, որ թե սովետից եկող իներցիան, թե կուրորեն կապկելու չհասկանալով օրենքների բնույթը ընդօրինակելու միտումը եւ թե գիտակցված կարգավորիչ գործիքների ընդօրինակումը տվյալ դեպքում օրինակ Եվրոմիությունից վերում այդ սահմանափակմանը, այդ կաշկանդմանը, որին գումարվում է արդեն երրորդ խնդիրը, որի մասին քիչ հետո կխոսենք օրենքների որակները եւ գործադրելիության խնդիրները։ Այսինքն մենք կարծում ենք, որ օրինակներով բերենք, հա, եթե Եվրոմիությունում կարգավորում են օրինակ туриզմի ոլորտը խիստ չափանիշներ դրելով տուրիստական ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ, մենք հասկանում ենք, որ եթե մենք այդ օրենքները, այդ օրենսդրությունը կիրառենք Հայաստանում նույն խստությամբ, Հայաստանում туриզմի ոլորտը կմահանա ուղղակի։ Հետևաբար կամ պետք է այդ օրենքը գոյություն պետք է չունենա, կամ պետք է չգործադրվի։ Մենք տեսնում ենք, որ քաղաքացիական օրենսգիրք ենք ընդօրինակել, որը հիմնականում կոնցեպտը դրա մեջ հետևյալն է՝ պաշտպանել թույլ կողմին սպառողին։ Այն երկիրը, որից մենք դա օրինակ ընդօրինակել ենք, ունի նաև առևտրային օրենսգիրք, որը կարգավորում է հարաբերությունները բիզնեսի միջև։ Բիզնեսին տալիս են առավելագույն ազատություն, երբ որ դիմացը սպառողն է, մի քիչ զսպում են բիզնեսին։ Հիմա մեր մոտ այդ օրենքը, որը կոչված է օտարերկրյա համակարգում, որից մենք ընդօրինակել ենք պաշտպանել սպառողին, մենք մեր օրենսդրության համաձայն դա տարածվում է բիզնեսի նկատմամբ։ Օրինակ, էլի օրինակ բերեմ, հա, երկու հսկայական ընկերություն, մեկը շինարար, մեկը պատվիրատու,
կաշկանդված են օրենքով կապել իրար ու շինարարությունը միջև վերջ ավարտել, որ նայած մեր օրենքին ցանկացած պահի մի կողմը կարա գործարքից դուրս գա, հա, այսինքն սա աբսուրդ է, հա, այսինքն միլիարդավոր դոլարների նախագիծ են կազմում, հետո մեկը իր հայեցողությամբ կարա պայմանագիրը դադարեցնի, լուծի եւ դուրս գա, հա, այսինքն պրիմիտիվ օրինակներ բերենք, հա, որը հանգեցնում է նրան, որ այդ կամ մարդիկ սկսում են օրենքով չառաջնորդվել, այսինքն օրենքը չի դառնում, իրավունքը չի դառնում հարաբերությունները կարգավորող հիմնական գործիքը, ինչը ահռելի խնդիրների կարող բերի երկրում արդարադատության բացակայություն, արդար հարաբերությունների չեն ձևավորում եւ այլն, կամ պետք է այդ սահմանափակման տակ ընկնենք ու մարդիկ իրենց սահմանափակեն, այսինքն առևտրային շրջանառությունը զսպեն, գործարքներ չկնքեն եւ այլն, երկուստեք խնդրի։ Այսինքն ես այսպես եմ իմ բանով հասկանում, նախ հա, մի բան էլ ես իմ կողմից ավելացնեմ, որ այս ամեն ինչ որ խոսում ենք, այստեղ եւ Կարենը ներկայացնում է իրավական ծրագիրը, ըստ էության այս նույն փիլիսոփայությունը դրված է եւ մեր տնտեսական ծրագրի մեջ, պատահական չի, որ նաեւ տնտեսական այստեղ հարցերը Կարենը շեշտեց եւ ուրեմն ներկայացրեց, բայց նաև մեր ընդհանուր քաղաքական եւ փիլիսոփայական մոտեցումը, որովհետեւ եթե մեր ծրագրի եւ գաղափարական մասին էլ ծանոթանանք, համառոտնը հիմա ներկայացված բաներ կներկայացնենք, մեր կարևորագույն երկու բաները, հենասյուները, նախ ազգայնականությունն է, ազգայինն է եւ երկրորդը ազատությունն է, այս երկու գաղափարներն են, որոնք Հայաստանում հաճախ իրար հակադրում են, մենք համարում որ դա եւ մեր հայկական ավանդույթին եւ ընդհանրապես հակասում է, դրանք հակադիր չեն դրանք միասին եւ այս ամեն ինչը մի համակարգի մեջ է, այսինքն այս պատահական չի որ նաեւ մեր իրավական ծրագիրն էլ այս շեշտադրումով է։ Մի բան էլ ուզում եմ Կարեն ջան բանանեմ, հարց որպես ձևակերպեմ, երևի արդեն վերջին։ Ես օրինակ ինքս էլի որպես քաղաքացի միշտ զարմացել եմ այն ուրեմն օրենք ընդունող մարմինների վրա, երբ որ օրենք են ընդունում, որը ակնհայտորեն չի գործելու, որը ասենք ինչ որ մի հատ շատ լավ թեկուզ ենթադրենք օրենք, որը ակնհայտորեն, որտեվ չեն կարող ապահովել դրա գործադրումը, դա ակնհայտ է եւ մարդիկ չեն հետելու, չգիտեմ, ասենք ինչ օրինակ բերեմ, օրինակ այն աղի օրենք հական։ Աղամանային օրենքն։ Այդ դա չի գործելու։ Ինչի եք ընդունում։ Ես չեմ հիմա ասում դա լավ է թե վատ է առողջությանը, բայց իմ քաղաքացու մեջ դուք օրենքի նկատմամբ անարգանք եք դրանով ձևավորում, դեռ ես հասկանում եմ որ դա օրենք է, բայց չի կիրառվել։ Այսինքն օրենքը մի բան է, որ մենք բոլորս հասկանում որ կարա անլուրջ լինի։ Այսա ես երբեք չեմ հասկացել, որքան հասկանում դու նաև այդ ակնարկեցիր, որ օրենքները բացի այդ շատ կարևոր է, որ այդ գործադրելի լինեն եւ օրենքների որակ լինի, եւ այս ամբողջ փիլիսոփայության ոնց որ գործնական մասը դա է, ճիշտ եմ հասկանում։ Այստեղ շատ կարևոր խնդիր է բարձրացնում, որովհետեւ մեր հասարակության մեջ շատ դեպքերում sense տենդենս կա, մարդիկ բողոքում են, որ իրավագիտակցությունը ցածր է։ Այսինքն ինչ որ բան են ուզում բացատրեմ, ինչի չի ստացվում, ասում են դե մարդկանց իրավագիտակցությունը ցածր է։ Ես մի հատ լավ օրինակ ունեմ մեր ժամանակակից պատմությունից, դա ամրագոտիներն էր մեքենաների, երբ որ 1 կամ 2 տարի շարունակ ամրագոտի օգտագործելու պահանջը խիստ գործադրվում էր, ամբողջ հասարակությունը դրան սովորեց, որ դա օրենք է գործադրվող, գիտակցաբար սկսեց դա անել եւ հիմա նույնպես գործադրվում է, բայց ոչ այդքան խիստ, բայց այդ օրինապահ ուրեմն ավանդույթը հստակ ձևավորվել է մարդկանց մեջ։ Որտեղ այդ օրենքը, այո, առաջ բոլորս էլ ասում են, այո, որտեղ դա գործադրվել է։ Այն օրենքները, որոնք ընդհորինակվում են եւ չեն որտեվ այդ նախորդ ասացի հետ կապված է, հա, այսինքն եթե օրենքը արտահայտում է պետական քաղաքականությունը, ինքը գործադրվում է, որտեվ պետությունը շահագիր է այդ օրենքի գործադրման մեջ։ Եթե օրենքը ընդհորինակվում է, որ ինչ որ մեկին ցույց տան, որ օրենք են գրել կամ այդ ռեժիմը մտցրել են, բայց չեն ուզում դա գործադրեն, դա բերում է այդ հետևանքներին, այսինքն չգործադրելի օրենքներին նույն ասենք սրճարաններում չծխելու այդ օրենքը մի ուրիշ օրինակ է, հա։ Ինքը ինչ խնդիրներ է առաջացնում։ Ինքը հիմնականում առաջացնում է, երբ որ օրենքը չի գործադրվում, որոշ տնտեսվարող սուբյեկտներ կամ որոշ անհատներ սկսում են միտում ունենալ այդ օրենքը փախտեն, չպահպանեն։
Հետո պետությունը հատվածային ընտրովի ինչ որ մեկի նկատմամբ կիրառում է այդ օրենքը, տուգանում է, ասենք, թե ինչ որ մեկին վախացնում է, ինքը սկսում է դա պահպանել, օրենքի առջև անհավասարության խնդիր է առաջանում, այսինքն մարդիկ, որոնք գնում են, ասենք 70-80% օրենքի խախտման, գիտեն, որ հավանականությունը ցածր է, որ իրանք կպատժվեն, կտուգանեն, իրանց համար այդ ազատությունը ստեղծում են, ու մրցակցային առավելություն են ձեռք բերում նրա նկատմամբ, որ մի անգամ պատժվել է ու վախենում է արդեն այդ նույն խախտումը թույլ տա, այնինչ մնացած բոլորը այդ խախտումը համատարած անում են։ Ստացվում է խախտողը ստանում է մրցակցային առավելություն օրինապահ սուբյեկտի նկատմամբ։ Այսինքն այն օրենքը, որը պետական քաղաքականություն չի արտացոլում, պետությունը դրա հետևից չի գնում, դրա գործադրման հետևից չի գնում, կամ այն օրենքը, որ այն աստիճանի աբսուրդային է, որ ինքը այն աստիճանա սահմանափակում անհնար սարքում հասարակական հարաբերությունների գոյությունը, բնականաբար ոչ մեկ այդ օրենքը չի պահպանելու։ Էլի օրինակ կարամ բերեմ, հա, նույն քաղաքացիական օրենսգիրքը ասում է, որ էլեկտրոնային գործարքները վավեր են, եթե մյուս կողմը 100% կարա իմանա, որ գործարքը կնքվել է ինչ որ կոնկրետ անձի կողմից։ Եթե մենք դա սկսենք կիրառել, Հայաստանի Հանրապետությունում քարտային համակարգ գոյություն չէր ունենա։ Հայաստանի Հանրապետությունում ինտերնետային գործարքներ պետք է օրենքը կա, բայց չի գործում։ Այո, իհարկե չի գործում, որովհետև երբեք էլեկտրոնային գործարք կնքելիս դու չես կարա հավաստիանաս, որ ինչ որտեղ մեկ այլ համակարգչի մոտ նստած մարդ հենց ինքն է այդ հաստատումը սեղմում եւ այլն եւ այլն։ Այո, իհարկե կա նաեւ էլեկտրոնային պաշտպանված ստորագրություն, որը թույլ է տալիս դա, բայց գործարքների մեծ մասը դրանից դուրս են արվում այդ գործիքի միջոցով։ Շատ լավ, Կանան ջան, այս իսկական շատ հետաքրքիր թեմաներ են ու կարող անverջ խոսանք։ Ես իմ կողմից անձամբ ուզում եմ եւ քեզ եւ մեր տերերն Աշոկինի դեպ շնորհակալություն հայտնել, ինչի որովհետեւ այս այն թեմաներն էին, այն ոլորտներն էին, որոնց մեջ ես երբեք չեմ խորացել, ու ինչ որտեղ ինձ նաև թվում էին ոչ այդքան գուցե հետաքրքիր, բայց ձեր շնորհիվ ես հասկացա, որ այստեղ էլ կան շատ կարևոր նյուանսներ եւ բ, որ ես որպես քաղաքացի ինչ որ բաներ որ զգացել եմ, ասենք նույն այդ որ օրենք ընդունում եք, որը ակնհայտորեն չի կիրառվում, բացի այդ անverջ օրենքներ, սահմանափակումներ, որոնք իբր թե առաջընթաց են տանում, բայց իրականում քաղաքացիություն սկսում են նյարդայնացնել, արդեն որտեղ չափից ավելի սահմանափակում է, ես ձեր շնորհիվ հասկացա, որ այդ իմ զգացածները ունեն լուրջ փիլիսոփայական մասնագիտական հիմնավորումներ։ Ես հուսամ, որ ձեզ էլ հետաքրքրեցին այս թեմաները, կարծում եմ, որ հատկապես իրավական թեմաներից շատ հազվադեպ են լինում այնպիսի մոտեցումներ, զրույցներ, որոնք նաև այսպես հետաքրքրություն կենթանի առաջ բերեն, եւ եթե հետաքրքրվել եք ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ արդեն հրապարակված է նաև իրավական մասը մեր ընդհանուր ծրագրի մեջ, ճիշտ է, էլի համառոտ տարբերակն է, լիարժեք տարբերակն էլ հետագայում կդնենք, ուղղակի խնայելով նաև ձեր ժամանակը փորձել եմ համառոտը ներկայացնել, այդ ամեն ինչին կարող եք մեր հարթակներում ծանոթանալ, Facebook-ում, Telegram-ում, կայքում Մարտական եղբայրության ազգային հեղափոխություն կուսակցությունը առանձին մեկ հարթակներ չենք ստեղծում, իմաստ չունի, որտեղ դա Մարտական եղբայրության ճյուղավորումն է եւ եթե ձեզ էլ հետաքրքիր է կամ բացի հետաքրքիր, եթե դուք էլ ունեք կարևոր ասելիք կամ կարծում եք, որ ծրագրային մոտեցումներում ունեք ինչ-որ մտքեր, գաղափարներ եւ այլն, մենք կարող ենք այդ միասին անել, մենք բաց ենք եւ խնդրեմ հրավիրում ենք ձեզ նորից մեր գրասենյակ, Մարտական եղբայրության գրասենյակ, Սայաթնովա 25, բնակարան 12, ցանկալի է այսպես ասած, եթե աշխատանքային օրեր են դեպի երեկոյան ժամեր, երբ որ մարդիկ էլ հիմնականում են որ աշխատողներ են գործից ազատվում են, պայմանավորվենք, զրուցենք եւ հասկանանք միասին ինչ ենք կարող անել։ Այս զրույցները մենք կշարունակենք, կփորձենք ներկայացնել եւ մեր ծրագրերը, եւ մեր նախագծերը, եւ ընդհանրապես ինչ որ այստեղ տեղի ունենում, ասենք Մարտական եղբայրությունում եւ ինչ մտքեր եւ գաղափարներ էլի ունենք։ Կանան ջան, շնորհակալություն շատ։ Ձեզ էլ շնորհակալություն Հրանտ ջան, հնարավորության համար իրավական մտահոգությունները արտահայտելու, որտեղ հասկանալով հանդերձ, որ մեր երկիրը նաև այլ շատ ավելի կարևոր մարտահրավերների առջև է կանգնած, կարծում ենք, որ արդարադատության համակարգի կայացումը այդ խնդիրների լուծմանը նպաստող գործիքներից մեկը պետք է լինի։ Շատ կարևոր, այո։ Շնորհակալություն, կհանդիպենք։